Ողջույն սիրելիներս, բարի գալուստ նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, մենք շատ լավ ենք, առավոտյան ժամը 10:30-ա, 90-ից հետ իջել ենք բակ, որպեսզի 90-ս մի փոքր խաղամ, շատ զով ու լավ եղանակ ա, հիմա այս մաքուր օդին մի լավ 90-ս կխաղա, որից հետո կգնանք տուն, արդեն կքնիմ, այսպես սիրելիներս, մեզ բարի ժամանց, իսկ ձեզ բարի դիտում։ Տուն ենք վերադարձել, 90-ս քնեց, դրսում ենքան լավ էր խաղացել, հենց պարկեց մի անգամից քնեց, տունը ինքան շոքա, որ չթողեց բոդի հագցնեմ նույնիսկ, հիմա քանի քնած այս էլ մի քանի գործ ունեմ արագ վերջացնեմ։ Աղջիկներ ջան, ջուր դրեցի մի հատ տաքանա, եռա, սուրճ պատրաստենք, սուրճ խմենք, Աշոտիկս քնեց, Ինեսան մուլտիկա նայում, բու պատրաստենք, խմենք, պաղպաղակ չկա, վերջացավ, թե չէ սառը սուրճ կպատրաստեինք, եկավ, ինչ, գրկեմ, ինչ ես ուզում, հլասա, ինչ, դրանից կխմես մամայի հետ, կխմես մամայի հետ դրանից, հանի, Հաց հովտան, խմի կանի հետ, հա, մեր սուրճը արդեն պատրաստ է աղջիկներ ջան, հիմա կնստենք, կվայելենք, կշփվենք միմյանց հետ, մի փոքր կհանգստանանք առօրյա գործերից և կշարունակենք մեր վլոգը։ Աղջիկներ ջան, պատրաստել եմ 2 բաժակ ռոյալի բու, այն դեպքում, որ ես պետք է ընդամենը մենակ ինձ համար պատրաստեի ու իմից մի փոքր տայի Ինեսային, որ ինքը համոտեսներ ու կարող ընդհանրապես ինքը չխմերել այս սուրճից, ոչ թե կարող է չերել խմելու հաստատ, չգիտեմ ինչպես ռեֆլեքսորեն, թե չգիտեմ ոնց, ես պատրաստեցի 2 բաժակ, մտածելով, որ 2 հոգով պետք է խմենք, հենց սուրճը լցրեցի բաժակների մեջ, սարմանում ասում, բա մի րոպե, եթե ես տանը մենակ եմ երեխու հետ, բա 2-րդ բաժակով ա խմելու, որ հասկացա, որ մեկն էլ Ինեսայի համար եմ պատրաստել, դե քանի որ Ինեսան էլ չի խմելու, ինչ անենք, կմնա, կդառնա սառը ռոյալի բու, Ինեսա կխմես քո բաժակ ռոյալի բուն, նենց լավ հով եղանակ ա, պատուանից նենց լավ թեթև քամի ա գալիս, առավոտվա համեմատ շատ թեթև, շատ հով եղանակ ա, առավոտն էլ էր այսպես մռայլ, բայց այս հովը չկար,
շատ ինձ ոտքից գլուխ ջուր էիր դառնում, եթե դրսում կանգնում էր, նա տունն էլ շատ տոթ է։ Աշոտիկս արթնացել է։ Հիմա տակտիրը փոխեմ, շորիկ հագցնենք, այնքան տունը շոքա, որ քրտնել է, ջուր է դառել։ Շորիկներն արագ փոխեմ, որ չմրսի։ Իմ ժպտերեսիկ տղան արդեն պատրաստ է։ Առողջություն իմ բոլին։ Միշտ ժպտում է ինքը։ Ժպիտը միշտ իր դեմքին է։ Սիրելիներս, տուն ենք վերադարձել, Աշոտիկի հետ զբոսնեցինք, հիմա Աշոտիկի համար պատրաստում եմ բունդի այս պեչեկաներից, նախատեսված են 5 ամսեկան և բարձր երեխաների համար, շատ համեղ են, խորհուրդ եմ տալիս, եթե երեխային հավելյալ սնունդ եք տալիս, ճաշացանկում փորձեք նաև այս պեչենկաները։ Հիմա պեչենկաները ջարդում ենք ամանիկի մեջ, ոչ մանր, ոչ էլ մեծ կտորների, միջին չափսի, ավելացնում ենք 100 մլ ջուր, պետք է ստանանք ոչ շատ թույլ, ոչ էլ շատ պինդ զանգված։ Ջուրը ավելացրեցինք, հիմա գդալի օգնությամբ բոլորը համասեռ զանգված ենք դարձնում ջրի մեջ, պետք է ստացվի մոտավոր այսպիսի ոչ շատ պինդ, ոչ էլ շատ ջրիկ զանգված։ Սիրելիներս, մեր վլոգը ավարտվեց, շնորհակալ եմ բոլորի դիտման համար, եթե հավանեցիք իմ հոլովակը, դրեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, եթե ունենաք հարցեր, գրեք մեկնաբանությունների բաժնում, սիրով կպատասխանեմ բոլորիդ գրկում եմ շատ, խնդրեմ մեկնաբանություններում գրել առօրյայում երեխաների հետ ինչն է ձեզ ավելի հոգնեցնում, ինչն է հոգնեցուցիչ, ինձ համար ինչքան էլ հոգնեցնող լինի, երբ որ երեխաներս ուրախ են, երեխաներս վազվզում են տան մեջ և ժպտում են, ես միանգամից մոռանում եմ բոլոր հոգսերը, բոլոր դժվարությունները, որովհետև նրանք են հենց մեր ուրախությունը, սիրելիներս։ Այսպիսով հաջողություն եմ մաղթում բոլորիդ, մինչ նոր հանդիպում, կհանդիպենք իմ հաջորդ վլոգում, սիրում եմ բոլորիդ շատ և պաչիկներ եմ ուղարկում։